Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Հայրու թեմ իրականացված ցեղասպանության պատմությունը նոր համագործակցային ձևաչափով, լրացված ճշմարտություն եւ վտանգավոր խաղեր, Աշոտ Հարությունյան, Բոլսահի մամուլի խնդիրներուն լուծման առաջարկներ, Քեսաբի գյուղերը Գիլիկյան աշխարհի կենթանի հիշողությունը, Ասպետ Մանջիկյան, Սարեղամեշը երկու հայ զինվորի աչքերով, Քարահան Տեպե նեոլիթյան ժամանակաշրջանի բնակավայրը Արևմտյան Հայաստանի մեջ, Վանա լիճի երկինքին դակ շողշողացող բերսեիդներ, պատկերակիր կներկայացնի Արցախի հուշարձանները, որոնք կոչնչացվին Ադրբեջանի կողմէ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներու USC Foundation-ը իր գրթական Eyewitness հարթակին վրա ներկայացուց հայոց փորձառության նվիրված առաջին համագործակցային կենսագրությունը։ Ան կներառի հայրու թեմ իրականացված ցեղասպանության ճանաչված հետազոտող եւ պատմապան դոկտոր Խաչիկ Մուրադյանի վկայությունն ու մասնագիտական գիտելիքը։ Կենսագրությունը հնարավորություն կտա օդատերերուն հարցումներ ուղղելու եւ պատասխաններ ստանալու նախաբես ցայնակրված տեսազրույցներու միջոցով։ Դոկտոր Մուրադյան Կոլումբիայի համալսարանի դասախոս եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներու կոնգրեսի քրատարանի հայ եւ վրացական բաժնի մասնակետ կանտրատարնա ոչ միայն հայրու ցեղասպանության պատմության հիմնարար նյութերուն, այլ նաեւ իր անձնական հիշողություններուն Լիբանանի քաղաքացիական պատերազմի դարիներեն։ Այս քրտական աղբյուրը հասանելի է ուսուցիչներուն, ուսանողներուն եւ լայն հանրության ամբողջ աշխարհի մեջ, նպաստելով հայրու ցեղասպանության պատմության մարդկային ընկալման ու գրթական գործընթացին մեջ անոր ավելի արդյունավետ ուսումնասիրության։ Գագնգալվի, որ 2026 թվականի քարնան Eyewitness հարթակին վրա պիտի ներկայացվին նաև հայրու ցեղասպանության երրորդ սերունդի երկու այլ ներկայացուցիչներու համագործակցային կենսագրություններ, շարունակելով պատմական հիշողության պահպանման եւ փոխանցման այս նորարարական ուղին։ Նոյան դաբան ռուսալեզու տերտին հարցազրույցին մեջ հասարակական գործիչ, բարերար եւ գամավոր Արկադի Թոմասով կներկայացնի Արևմտյան Հայաստանի իրականությունը երկար դարիներ ծածկված պահված։ Ան նշած է Թուրքիո վերահսկողության տակ գտնվող պատմական հայկական հողերը, ուր վերադարձ հիմնադրամը մշակութային եւ հասարակական նախաձեռնություններ կիրականացնի։ Թոմասով ուշադրություն կդարձնի իսլամացված, բայց ինքնությունը պահպանած հայերուն, որոնք վախի պայմաններուն մեջ կպահպանեն ազգային հիշողությունը։ Ան նաև փաստած է, որ Արևմտյան Հայաստանը զինվորականացված կոդի է, ուր հայկական գործունեությունը ենթակա է հալածանքի։ Մուշի հայ համայնքը փրկվեցավ, քանի որ մերժեց ծառայել քաղաքական նպատակներու։ Հիշեցնելով Հրանտ Տինկի սպանությունը եւ հայ մտավորականներու հալածանքները, Թոմասով շեշտած է, որ Թուրքիո մեջ հայ ըլլալը դակավին քաղաքական վտանգ կներկայացնի։ Անոր խոսքով Թուրքիան չէ փոխված են միայն մեթոդներն ու արտաքին ցևերը։ Հրաբարակումը շեշտած է ազգային համախմբման անհրաժեշտությունը սեփական քաղաքական եւ իրավական կետրոնի շուրջ։ Այդպիսի գառույցը կներկայացնի Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ հիմնված պատմական իրավունքի, ցեղասպանության հետևանքներու հաղթահարման եւ հավաքական ինքնիշխանության սկզբունքներու վրա։ Հոդվածը գոչ մնե հրաժարելու օդար ուժերու թելատրանքներեն եւ ցեվագերբելու համասկային կամքը հիմնված սեփական պետական իրավական կարգավիճակի վրա։ Բոլիսը տարեր շարունակ եղած է հայ մամուլի, ինչպես նաև արևմտահայ քաղաքական եւ մշակութային կյանքի ամենին կարևոր կետրոններեն մեկը։ Այստեղ լույս տեսած է առաջին հայերեն բարբերականը լրոքիր մեծի դերության Օսմանյան շաբաթաթերթը, որ նշանակալից էջ մտածած է հայ մամուլի պատմության մեջ։ Սակայն վերջին դասամյակներում Բոլսահայությունը թեմ հանդիման գտնված է արտագաղթի, բնակչության նվազման եւ մշակութային կյանքի նահանջի։ Թեև այսօր ալ կգործեն համայնքային կառույցներ, մշակութային խումբեր եւ հայադար մամուլ, անոնց ընթերցողներու թիվը զգալիորեն նվազած է։ Հայերենի նկատմամբ անդարբերությունը, խառն ամուսնությունները եւ գրթական շղթային թուլացումը լուրջ հրավերներ դարձած են համայնքին համար։ Մամուլի ճգնաժամը ավելի խորացած է նաև համաշխարհային տնտեսական դժվարություններուն, մամուլի ազատության սահմանափակումներուն եւ թվային միջավայրի աստեցության պայմաններուն մեջ։ Այնուամենայնիվ Բոլսահի մամուլը կշարունակե գոյատևել հագարակ բոլոր դժվարություններուն։ Դոկտոր Սարգիս Ադամ կշեշտե, որ հայ մամուլը եղած է եւ կմնա ազգային ինքնության պահպանման առանցքային գործոն։ Անոր համոզմամբ միայն մայրենի լեզվին, մշակույթին եւ համայնքային կյանքին գիտակցված արժեվորումով կարելի է կանխել նահանջը եւ ապահովել բոլսահայության շարունակականությունը։ Հայ գյուղը տարեր շարունակ եղած է հայ ինքնության, ազգակրթության եւ մշակութային ժառանգության պահպանման հիմնական օրրաններեն մեկը։ Նահապետական կենցաղով, ավանդություններով, բարբառներով եւ համայնքային ամուր կապերով անձևավորած է ազգային նկարագիրն ու մտածողությունը։ Սակայն հայրու ցեղասպանութենեն եւ Արևմտյան Հայաստանի ու Գիլիկիո հայաթափումեն յետք հայ գյուղը մեծ մասամբ դուրս մնաց մեր կենտանի իրականութենեն։ Այսօր հայության մեծ մասը գդրված է իր գյուղական արմատներեն։ Քաղաքային կյանքը փոխեց տարավոր ընկերային եւ ընտանեկան
կառուցվածքները թույլատրեց հողին եւ բնության հետ կապը, ինչ որ իր հերթին վտանգի տակ դրավ ավանդական արժեքներու փոխանցումը սերունդներուն։ Այս ընդհանուր գորուստին պայմաններուն մեջ առանձնահատուկ նշանակություն ունին այս սակավաթիվ հայկական գյուղերը, որոնց մե ամենե նշանավորը Քեսապն է իր շրջակա գյուղերով։ Քեսապի հայությունը որպես բնիկ համայնք գրծած է պահպանել գյուղական ապրելակերպը, ազգային սովորությունները, բարբառը, եկեղեցական եւ մշակութային կյանքը։ Նման օրինակներ են նաեւ Լիբանանի Այնջարը եւ Սուրիո, Լատակիո ու Ջսրշղուրի շրջանի հայկական գյուղերը։ Թեև որոշ համայնքներու մեջ լեզվական գորուստ արձանագրված է, այնուամենայնիվ եկեղեցին, գիրակնորիա դպրոցները եւ ազգային կառույցներու նախաձեռնությունները նպաստած են ինքնության պահպանման եւ ազգային զարթոնքի։ Տնտեսական տեսանկյունի այս գյուղերը եզակի են, քանի որ մինչև այսօր կզբաղին երկրագործությամբ եւ անասնապահությամբ մնալով հողին կապված։ Այսօր սակայն ժամանակակից քաղաքակրթության երթապանցումը նաև այս համայնքներուն մեջ կվտանգի անոնց ավանդական կերպարը։ Հայ գյուղը կգանքնի ընտրության առջև, պահպանել իր տարավոր ինքնություն ու մշակութային հիշողությունը, թե աստիճանաբար ցույլվել քաղաքային կյանքի պայմաններուն։ Թուրք պատմապան Տանր Ակչամ իր հրապարակումներեն մեկուն մեջ կանտրադառնա Սարիղամիշի ճակատամարտին, ներկայացնելով Օսմանյան բանակին մեջ ծառայած երկու հայ զինվորներու Նազարեթ Դեմիրճյանի եւ Հովսեփ Սեյսյանի նամակները։ Գիրքը եզակի վավերագրական աղբյուր մնե։ Ան կազմված է հարյուրավոր նամակներ, որոնք 1916-1919 թվականներուն գրած են հայրու ցեղասպանությունը վերապրած կամ անոր ընթացքին մեջ հայտնված հայեր։ Նազարեթ Դեմիրճյանն ու Հովսեփ Սեյսյանը Օսմանյան բանակի գազմին մեջ մասնակցած են Սարիղամիշի մարտերուն, ապա ռուսական կողմին կողմե կերեվարված եւ դեղափոխված են Սիբերիա։ Անոնց նամակները կպատմեն պատերազմի ծանր պայմաններուն, քերության, հիվանդություններուն եւ անորոշ աբակային մասին։ Սեյսյան կհիշադակե, որ միայն իր շրջակայքին մեջ եղած են առնվազն 129 հայ ռազմակերիներ։ Այս վկայությունները առանձնահատուկ կարեւորություն ունին, որովհետեւ ցույց կտան, որ Սարիղամիշը միայն մեկ ժողովրդի ցավը չէ։ Այդ ճակատամարտին զոհված են տարբեր տավանանքի եւ ազգության մարդիկ։ Հայ զինվորներու նամակները կգոդրեն այն միագողմանի պատկերացումը, ըստ որոնց Սարիղամիշը կներկայացվի միայն որպես մեկ ազգի ողբերգություն, անդեսելով մյուսներու գորուստները։ Սարիղամիշի իրական հիշադակը կարելի է միայն այն ադեն, երբ պատերազմը կդիտվի ոչ թե որպես հաղթանակի կամ բարդության պատմություն, այլ որպես մարդկային կյանքի զանգվածային գործանում։ Այս նամակները կհիշեցնեն, որ պատմական արդարությունը կսկսի բոլոր զոհերու հիշադակը հավասար արժանապատվությամբ ընդունել է։ Վերջերս կատարված բեղումներուն արդյունքով Շանլը Ուրֆայի Կարահան թեփեն բացահայտված է որպես նեոլիթյան ժամանակաշրջանի բնակավայրը Արևմտյան Հայաստանի տարածքին մեջ։ Հողի տակ թաղված է 30-ը ավելի խրամատացև, մեղվի վանտակացև դասավորված կացարանները կվկայեն համագարկված եւ գիտակցված հատակագծման մասին։ Կացարաններուն մեջ հայտնաբերված են օջախներ, պահեստավորման նիշեր եւ սեղանաշարքեր, որոնք կցուցադրեն բնակիչներու առօրյա կյանքը եւ արտադրական սովորությունները։ Բեղումները կփաստեն, որ Կարահան թեփեն հասարակական եւ բնակելի դարածներու համաձայնությամբ կներկայացնեն նախահասարակական կյանքի բնորոշ օրինակը, ապրաբնթելով Արևմտյան Հայաստանի նեոլիթյան ժառանգության մասին պատկերացումները։ Արևմտյան Հայաստանի Բիթլիս եւ Վանա լիճի մութ ծովախեցերուն վրա 4 օր շարունակ երևցած են բերսեիտներու մեթորային հոսքը։ Դոկտոր Ջիհան Օնեն սաստիկ ծրդի մեջ արձանագրած է դպավորիչ լուսանգարներ Նեմրութի կալդերայի լանջերուն եւ լիճին մութ անկյուններուն մեջ։ Ան նշած է, որ գագաթնագետը արձանագրված է դեկտեմբեր 14-ին, երբ երկինքի աստղերու եւ մեթեորներու փայլը հանդիպած է երկրային գեղեցկության, ստեղծելով անմոռանալի տեսարաններ լուսանգարչության սիրահարներուն համար։ Արցախի ներկայացուցչության մեջ տեղի ունեցավ Արցախ վտանգված ժառանգություն մաս 2 երալեզու պատկերակիրքին շնորհանդեսը, որ կազմված է հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող հիմնադրամին մեջ։ Ինչպես նշեց հիմնադրամի համադնորեն Ռաֆիկ Օրտոշյան, պատկերակիրքին առաջին մասը լույս տեսած էր 2023 թվականին եւ կներառեր 44 օրյա պատերազմեն յետք Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի հուշարձանները։ Պատկերակիրքին երկրորդ մասը նվիրված է 2023 թվականի սեպտեմբերին յետք բռնակրաված տարածքներուն մեջ գտնվող եւ ներկայիս վտանգված պատմամշակութային հուշարձաններուն։ Գիրքին մեջ փաստագրված են նաեւ այն հուշարձանները, որոնք արդեն ոչնչացված են, ինչպես նաեւ ներկայացված են նախորդ տարիներուն արձանագրված ավերվածություններու օրինակներ։ Ռաֆիկ Օրտոշյանի խոսքով պատկերակիրքը փաստացի վկայակիր մնե Արցախի պատմամշակութային ժառանգության գոյության մասին եւ նպատակ ունի միջազգային հանրության ներկայացնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներուն մեջ մշակութային արժեքներու համագարկված ոչնչացումը։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։